Ջան, ողջույն սիրելի հետևորդներ, քաղաքացիներ, հայեր ջան, բոլորիդ ողջունում եմ։ Արդեն դարձյալ երևի թե գրեթե ամենօրյա ռեժիմով վերադառնում եմ YouTube-յան եթեր։ Երբեմն հնարավոր է նաև առանձին վերցած Facebook-ում եթեր անեմ, որովհետև շատ Facebook-յան հետևորդներ նեղվում են, իրենք չկան YouTube-ում ու նեղվում են, որ այնտեղ չենք հանդիպում, բայց շատ հազվադեպ այնտեղ եթերներ կլինեն, հիմնականում YouTube-ով է լինելու ամեն ինչ։ Ոչ միայն այսպիսի մեր զրույցները կլինեն, այսօր նույնպես մի փոքր կզրուցենք, բայց ես ուզում եմ իմանաք, որ ոչ միայն մեր զրույցներն են լինելու, այս կամ այն հարցի վերաբերյալ մեր կարծիքը, մոտեցումը եւ այլն, այլ նաեւ մեր հասարակական կազմակերպության գործունեությունը երբեմն նույնպես հաճախակի կհեռարձակենք։ Եվ վաղվանից էլ դարձյալ ազատ շփում հաղորդումը կլինի եթերում։ Ամբողջովին առողջացել եմ, այնպես որ դարձյալ գործերին ենք գտնում։ Ես ժողովուրդ ջան, ուզում եմ այսօր մի փոքր գաղափարական խոսակցություն ունենանք եւ ձեր ուշադրությունը հղեմ մի կարևոր բանի վրա, ինչից էլ որ հիմնականում բխում են ամենատարբեր դժվարությունները Հայաստանի Հանրապետության անկախության արարման այս ընթացքում։ Այո, շատ բարդ շրջան ենք անցնում եւ այդ բարդ շրջանը միայն մեզ վերաբերելի չի, այդ բարդ շրջանը ամբողջ աշխարհում է, բայց մերը յուրահատուկ է մեզ համար, բնականաբար ոչ միայն աշխարհի կամ տարածաշրջանի մասով պետք է ուշադիր լինենք, այլ նաեւ մեր ներսում մեր անելիքները իմանանք որպես հասարակություն, որպես քաղաքացիներ։ Մի բանի վրա ուզում եմ, որպեսզի բոլորս ուշադրություն դարձնենք, եթե մենք որպես հասարակություն չբուժվենք, չապաքինվենք, չըմբռնենք իրադարձությունները ու այս, գիտեք, մի կողմից աշխատանքներ են տարվում, որպեսզի ստեղծվի քաոտիկ իրավիճակ, մյուս կողմից մենք անընդհատ պետքա փորձենք համակարգել։ Այս դիմակայությունն է Հայաստանի ներսում հիմա տեղի ունենում, այս արդեն մի քանի տարի Եվ դա բնական դիմակայություն է, որովհետև մենք Հայաստանի Հանրապետությունը փորձում ենք դառնալ մաքսիմում ինքնիշխան։ Իհարկե ոչ մեկի հաշվին, այլ բոլորի հետ փորձի աշխատել, այնպես ինչպես որ ընդունված է աշխատել պետությանը, սուվերեն պետությանը։ Իսկ ովքեր են այն ուժերը, որոնք որ քաոտիկ դրություն ստեղծելու կողմնակից են, բոլորը ձեզ քաջ հայտնի են, իհարկե առանձին դեմքերով երբեմն հանդես են գալիս անձնավորություններ, որոնց միջև մարդկանց բացատրում ես, թե իրենցից ինչ են ներկայացնում, արդեն մի փոքր ուշ է լինում, բայց ես շատ կուզեի, որ հասնենք այնպիսի մի իրավիճակի, որ մենք ինքնուրույն սկսեինք դա հասկանալ, եւ մեր պատկերացումները, մոտեցումները պետության շահից ելնելով կարգավորենք, ոչ թե մեր անձնական։ Իհարկե կգան նաև այլ ժամանակներ, բայց այնուամենայնիվ տարածաշրջանը նույնպես եռում է, այսպես ասեմ, ես զարմանում եմ, ապշած եմ ուղղակի, որ հայկական տիրույթում ոչ մի տեսակ նորմալ մեկնաբանություն, նորմալ վերլուծություն չես կարող տեսնել տարածաշրջանի վերաբերյալ։ Բոլորը աշխարհագրագետներ են, բոլորը իմաստուններ են, բոլորը քաղաքական գործիչներ ու քաղաքականագետներ են, դոկտոր պրոֆեսորներ են, բայց հասարակությանը վերլուծական միտք ներկայացնող չկա մեր տարածաշրջանի հետ կապված։ Ես խնդրում եմ սրան ուշադիր լինեք, որովհետև օրինակ այն ինչ որ Իրանի շուրջն է կատարվում, Իրանի նույն Սիրիայի, հա, վերակենդանանում են որոշ գործողություններ ու այս ամեն ինչը ուղիղ ազդում է թե Հայաստանի, թե տարածաշրջանի վրա Միևնույնն է, ոչ մի բան չես տեսնում, ասենք Միացյալ Նահանգները երկու ավիակիր մոտեցրել է արդեն Կարմիր ծովի, չգիտեմ որ ալիքներին, այնտեղ Եմենից ինչ որ հարվածներ են գնում, մի խոսքով մի բարդ իրավիճակ է ու այդ փնջուկը եթե հանկարծ պայթի, չկարողանան լուծելու պայթի, դա չգիտեմ ինչի է վերածվելու, մեզ մոտ բոլորը նստած չգիտեմ Պուտին, Զելենսկի, Թրամփ, չգիտեմ ինչ, այդ ցավները տան մի հատ մեր տարածաշրջանը կլուսաբան։ Դուք զգացել եք, որ մենք Հայաստանում անգամ նորմալ
վրացագետ, վիրագետ չունենք, քաղաքական տեսանկյունից, թրքագետ չունենք, հա, ասենք ունենք ինչ-որ օսմանագետներ, թուրքական ամբիոն մի ամբողջ համալսարանում, բայց նայում ես այս ինչ-որ կատարվում, միակ վերլուծություն չկա։ Եթե հանկարծ հանդիպում ես որևիցե 1-2 վերլուծության, դրանք անպայման լինում են որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ում վերլուծությունը բացառապես իրենց քաղաքական ուժի տեսանկյունից է, այսինքն էլի օբյեկտիվ չի։ Ես կփորձեմ այս մասով մեր ընկերներից մեկի հետ որոշել ենք վաղը կամ մյուս օրը անպայման երկխոսություն ունենանք էլի եթերով, բայց մի փոքր կուզեի ավելի մասնագիտական լիներ, այնպես չի որ բան չենք հասկանում, բայց գոնե մի քիչ ավելի խորքային կլիներ։ Ու մենք պիտի հասկանանք, որ օրինակ, հա, այդ երկու ավիակիրը, երբ որ երկու մղոնը անցնում են ծովի միջով ու մոտենում բանը իրանական ափերին, դա ուղիղ կարա ազդի, չգիտեմ, Հայաստանում նույն հացի գնի վրա, ասենք, չգիտեմ, ոնց ուզում եք հիմա մտածեք, շատերը հիմա այս կա չկա մի բան թանկացնում են, ես էլ ուզում եմ արդարացնել, բայց ասենք ես վստահ եմ այսպեսի պատկերացումով մարդիկ էլ կան, ում ինչ ուզում ես ասել, ինքը մեկը ինչ որ տակա այլ բան է ուզում տեսնի, բացի քո ուղիղ խոսքը հասկանալուց։ Ընդհանուր մենք ունենք քաղաքացիներ, ովքեր կյանքում աշխարհի քաղաքական քարտեզի վրա չեն նայել ու չեն հասկանում տարածաշրջանը ինչ է նշանակում։ Սա մեզ բոլորիս համար աղետ է, ժողովուրդ ջան, աղետ է, բոլորիս համար։ Այս չիմացությունը, այս բան վերաբերմունքը թքած ունենալու նուրբ արվեստին հիանալի տիրապետումը ժողովուրդ աղետալի է, հետո անպայման դուրս ենք գալու մեղավորներ փնտրելու, շատ արագ, ընդ որում 3 վայրկյանից գտնելու ենք, տենց չի լինում, տենց չի կարելի, այդքան ոչ միայն անտեղյակ լինելու չուզենալ սովորել, այլ նաև, ասենք, գոնե չպարտադրել, գոնե մի հատ բան չառաջացնել, ասենք, պահանջարկ չձևավորել։ Ամեն դեպքում դեռ սա թողնենք վերադառնանք մեր ներհայաստանյան շրջան, որտեղ որ մեր հասարակության հիվանդագին տենդերը հասնում են ընդհանուր միջև փսիխոզի մակարդակի արդեն, այդ ատելությունը այդքան որ ժամանակին ասում եմ, այսքան որ լցնում եք հետո ով է հանելու, այսօր այդ ամեն ինչի մեջ ենք ու բնականաբար ոչ մեկ էլ չէր հանելու։ Էլի մենք պիտի մեր գլխի ճարը տեսնենք։ Տեսեք։ Մի փոքր խորքից պիտի գամ ձեր թույլտվությամբ, բայց եթերը կարծում եմ շատ երկար էլ չի լինի, տեսեք, եթե հիմա հարցնենք աշխարհի ամենահին մասնագիտությունը, որն է, շատերը լսել են խոսք բաների մասին, հա, մարմնավաճառների մասին, լավ, ասենք դա աշխարհի ամենահին մասնագիտություն թող համարենք, իսկ երկրորդ ամենահին մասնագիտությունը որն է։ Այ այստեղ մտածելու տեղիք է, չէ՞ տալիս։ Ուրեմն ձեզ ասեմ, ժողովուրդ ջան, ամենահնագույն մասնագիտություններից մեկը, որը որ ֆիքսվել է, դա շպիոնաժն է, որքան էլ որ զարմանալի կարա լինի ձեզ։ Ընդ որում, ասենք, չինական ժամանակների բաները, ասենք մինչև 500 տարի մեր թվարկությունից առաջ արդեն ձևակերպում են 5 տեսակ շպիոնների։ Հիմա կտեսնենք, թե այս ամեն ինչը ինչ կապ ունի նաև ընդհանուր մինչև Գյումրու ընտրությունների հետ, հա։ Ուրեմն շպիոնները լինում են տարբեր մակարդակների, գիտեք, մեր մոտ իհարկե տպավորվածը, որ շպիոնը է ագենտ 007-ն է, 007-ն է ագենտ, բայց շպիոնները լինում են տարբեր մակարդակի եւ հեշտ պարտադիր չի, որ նրանք լինեն հատուկ պատրաստվածության, որովհետեւ կախված է նաեւ ինչ արդյունք են ուզում նրանց տերերը գրանցել իրենց համար։ Օրինակի համար, որպեսզի ավելի հասկանալի լինի, ռուսական KGB-ն ժամանակին Գերմանիայում ուներ 300,000 շպիոն։ Մորդ հետ մոտ կգնաս տանց խոսալու։ Ուներ մոտ 300,000 շպիոն։
Հասկանում եք սա ինչ թվի մասին է խոսքը։ Եվ այդ շպիոնները լինում են, ասենք օրինակ, իհարկե լինում են քաղաքական գործիչների մակարդակից սկսած, ընդհանուր միջև կարող են գրանցել լուրջ հաջողություններ ու դառնալ տվյալ երկրի ղեկավար, եթե տվյալ երկրում անվտանգությունը ազգային մի փոքր խորնակ հնաց լինում, կան երկկողմանի շպիոններ, հա, եւ իհարկե ամենաներքևին օղակը կենցաղային շպիոններն են, կենցաղային, այդ որ ասում եմ 300,000 շպիոն, այդ կենցաղայինը ամենակարևորներից մեկն է, ճիշտ է, այստեղ նրանք ամենօրյա աշխատանքի մեջ չեն, բայց ցանկացած պարագայում նրանց կարելի է միացնել։ Սրանք իրենց կենցաղի դժվարությունների, իրավիճակի մասին կամ ասենք բակային խոսակցությունների եւ այլնի մասին են տեղեկություններ տալիս, ինչը հանրային տրամադրություններն է ցուցադրում։ Ինչի հիման վրա կարա հակառակորդ երկիրը որոշակի ռազմավարություններ մշակի։ Մեր ժամանակներում, ժամանակակից աշխարհում, երբ որ ասում են սոցիալական ցանցերը իրենց մեջ բավականին անվտանգային մեծ բան են վտանգ են ներկայացնում, նաև դրա մասին, հա, որովհետև սոցիալական ցանցերին հետևելով շատ հեշտ է հասկանալ տվյալ երկրում հանրային տրամադրությունները ինչ վիճակին եւ դա փորձել օգտագործել սեփական շահերից ելնելով։ Սա պատճառը, որ շատ դեպքերում ասում ենք սոցիալական ցանցերում ժողովուրդ մի քիչ զգուշ եղեք։ Մի քիչ այդքան պետք չի բացվել, մի քիչ ամեն ինչին պետք չի խորքային թշնամական ընդհանուր միջև ռեակցիաներ տալ, որովհետև մենք դրանով մեզ վնասում ենք, մենք մեզ ենք վնասում, հա։ Ու մենք չենք էլ կարող ասել, թե մեր ամեն մի խոսքը կամ գրառումը ինչերի մեջ կօգտագործվի եւ այդ որ պիտի օգտագործվի դրանք շատ ուղիղել չեն լինում են այլ գործողություններով որտեղ որ կարանք նստենք ասենք հա բայց ես ինչ կապ ունեմ դրա հետ ու ամեն մեկս կարող ենք այդպես ասել իսկ կապ վստահ եղեք որ ունեն որովհետեւ գոյություն ունեն նաև ինչպես գոյություն ունի կիբերհանցագործությունների բաժին, այնպես էլ գոյություն ունի կիբեր մասով հետախուզական բաժին, հա, հետախուզները նույնպես այդտեղ բաժիններ ունեն եւ այսօր աշխարհն է այդ վտանգի առաջ եւ շատ են այսօր աշխարհում խոսում նույն արևմուտքում, արևմտյան Եվրոպայում, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ այլն զարգացած երկրներում նույնպես խոսում են այդ ամեն ինչի մասին, որ օրինակ նույն բարև Արմին ջան, կներես նախապես ես չգրեցի ճիշտն ասած նոր եմ, բայց եթե մտնել պիտի խնդրեմ դու ուշադիր լինես ու միանգամից բոլոր նրանց ովքեր տրամադրված են հանգարց կեղտոտ բառապաշար օգտագործեմ, ասեմ ձեզ մի քիչ բան եղեք, շնորհք ունեցեք, ադմինը աղջիկը չի կարելի էլի, մի թույլ տվեք էլի այդ ամեն ինչը մի խոսքով այս իրավիճակում բավականին դժվարություններ են առաջանում, հատկապես եթե հասարակությունը նոր է ձևավորվում որպես հասարակություն։ Տեսեք, մենք որպես ազգություն, այո, աշխարհում ամենահին ազգություններից ենք, որպես ժողովուրդ ամենահին ժողովուրդներից ենք, բայց որպես պետության հասարակություն բավականին երիտասարդ ենք, շատ երիտասարդ ենք։ Եվ մենք դեռ անցնելու շատ մեծ ճանապարհ ունենք ու բնականաբար այնպես չի աշխարհում բոլորը նստած, սպասելու են մինչև մենք այդ ճանապարհը անցնենք։ Բնականաբար ոչ։ Եվ հենց այստեղ է որ հարցեր են առաջանում վերանայումներից մեզ պարտադրած օրինակ պատմության դասերից մինչև, չգիտեմ, գիտական զարգացումներ։ Այսօր հիմա գամ դեպի Գյումրի։ Գյումրիում մենք վառ տեսնում ենք գրեթե բոլոր շերտերի շպիոնների աշխատանքը, բոլոր հիմնական 5 շերտերի աշխատանքը, սկսած կենցաղային շպիոններից մինչև բարձր պաշտոնյաներ կամ երբեմնի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր արդեն չեն էլ թաքցնում, անգամ ուժերից մեկը առհասարակ Ռուսաստանի իշխող կուսակցության ներկայացուցչի հետ արդեն քարոզը արշավի դուրս գալիս, դա իրենց ընտրությունն է, իրենց գործն է։ Քաղաքացին ընդամենը պետք է այդ ամեն ինչը հաշվի առնի, իր մոտ պլյուս մինուս դնի եւ ամսի քանիսին է 39 ընտրությունները, ամսի 39 գնա ընտրության։ Հասկանում եք։
այդտեղ բարդ բան չկա։ Մենք հաշվարկած են, օրինակ, ես ձեզ մի բան էլ ասեմ, գերտերությունները, օրինակ, այնպեսին ինչպեսին Ռուսաստանն է, եւ մյուս երկրները նույնպես ավելի այդ գործով ավելի հին երկրներ էլ կան, ես սրա մասին ասել եմ, Ռուսաստանում, եթե չեմ սխալվում, Սանկտ Պետերբուրգի տարածքում կա մի շատ մեծ արխիվ իր փակ դռներով, որտեղ որ տեղադրված են նաև բոլոր ազգերի, իսկ ազգերը մոտ 5000-ն են, բոլոր ազգերի խարակտերիստիկաները։ Ազգային բնավորությունները, ազգային գծերը բնավորության, որ ազգը հիմնականում ինչի է ընդունակ, ինչի ընդունակ չի եւ այլն։ Ու այս ամեն ինչը, երբ որ իրենց անհրաժեշտ ալինով ինչ որ մի երկրում խժդժություն մտցնել եւ այլն, բացում են, նայում են տվյալ երկրում ինչի ազգություններ են ապրում, բացում են այդ իրենց ունեցած աշխատությունները եւ սկսում են դա նույնպես մշակել ու օգտագործել տվյալ պետության ներսում։ Դրանով հավելյալ խնդիրներ ստեղծելով տվյալ երկրի անվտանգության համար, հա։ Այսպիսի բաներ գոյություն, իհարկե դրանք գերտերություններն են, իմիջիայլոց ես ձեզ մի օրինակ կբերեմ, պարզապես չեմ հիշում ու չեմ էլ կարողանում գտնել այդ լեհ գործչի նամակը, շատ կուզեի որ գտնեի, որովհետև դա ես տեսել եմ մոտ 10-12 տարի առաջ եմ կարդացել, խնամքով պահում էի, բայց հետո ինչ որ կորավ մոտիցս կամ երևի չգիտեմ ինչ որ մի օր էլի դուրս կբերի մոտս երևի։ Ուրեմն սա զեկուցում էր Օսմանյան կայսրությունում ապրող ժողովուրդների դասակարգումը, ինչպիսի ազգերը ինչպես են ըստ զարգացվածության դասակարգված Ամերիկայի Միացյալ Նահանգներին ու ես երբ որ կարդում էի մեծ հոդված բան է ինքը աշխատանքը, բայց ամենավերջին հաշվարկով, որ ավելի պարզ լինի բոլորիդ, ամենավերջում, երբ բնութագրում էր, թե որ ազգը քրդերը ինչպիսիքն են, հույները ինչպես կայսրությունում ապրող, ոչ թե իրենց երկրում ապրող, այլ կայսրությունում ապրող, հայերը ինչպիսիք են, մյուսը, ու մանրամասն այնտեղ զեկույցն է, ամենատակը համառոտագիրն էր, այսինքն համառոտ ասված այսպես է, ես կարող եմ հերթականությունն ու թվերը խառնեմ, բայց միտքը վերջի թիվը հաստատ եմ հիշում, վերջի երկու թվերը հաստատ եմ հիշում։ Ուրեմն նախ նկարագրում էր քրդերին ու ամենաներքևի օղակում հենց իրենց էր տեղադրում մտավոր ընդունակությունները, հա, ամեն ազգի մտավոր ընդունակությունները։ Ամենայն հարգանքով քրդերի հանդեպ, ես սա Օսմանյան կայսրության ժամանակների, Օսմանյան կայսրությունում ապրող ժողովուրդների մասին եմ ասում, այնպես չի որ այստեղ մի հպարտանալու բան կա, բայց կուզեմ իմանալ, որպեսզի հասկանաք զեկույցները ինչպիսիք են։ Բանա ասում էր օրինակ 25 քուրդը իր մտավոր ընդունակություններով հավասար է օրինակ 15 հույնի։ Այս 15 հույնը հավասար են 10 չգիտեմ ինչի, սրանք հավասար են 6 հրյայի եւ այս 6 հրյան հավասար են 1 հայ համբալի ու փակագծի մեջ համբալ բառի բացատրություններ աշխատավոր բանվոր բեռնատար sense մի բան։ Այսպեսի դեռ 100 տարի առաջ, պատկերացրեք, 110 տարի առաջ, 115, 120 տարի առաջ արդեն նմանատիպ հաշվարկներ էին անում իրենց մոտ։ Ինչի համար էր այդ զեկույցները, որպեսզի նրանք էլ հասկանան, թե ինչ կայսրության հետ գործ ունեն ու ոնց հետ կարելի է աշխատել, ինչպես կարելի է աշխատել եւ այլն։ Նույնը կա Ռուսաստանում շատ ավելի մանրամասն, որ ազգը ինչի է ընդունակ, օրինակ, հա, ասենք Արցախյան հիմնախնդիրը, երբ որ նոր պիտի պայթեր, իսկ այդ պայթյունը նույնպես հաշվարկած էր սովետական Կրեմլի կողմից, ու երբ որ ես հարցնում էի լավ, եթե պիտի ռուսական FSB-ն կապանում, ես մի անգամ պատմել եմ մի առիթով այդ փոքրիկ միջադեպը, ինչը որ հասունացրեց ընդհուպ միջև արդեն Սումգայիթյան ջարդերին, ասում եմ, եթե կապանում պիտի FSB-ն այն ժամանակ երևի այլ կերպ էր կոչվում, բանը այդ գնաց պոեստ պրիզրակ,
ստվեր գնաց կա, եթե բառացի թարգմանենք, եթե պիտի այդ օպերացիան իրականացներ ու այնպես աներ, որպեսզի ադրբեջանցիները ջարդեին հայերին ու սկսվեր արդեն կոնֆլիկտը, ռազմական գործողությունները ու իր համար մեկ էր մեծ հաշվով, իրեն ընդամենը պետք էր կոնֆլիկտ լինի, որպեսզի կարողանա կառավարի կախման մեջ հետագայում նորից դնի, հա, երկու պետություններին էլ, ապա ինչի այնպես չկազմակերպես, որ Հայաստանում լինեին ջարդերը ադրբեջանցիների հետ կապված, ու այստեղ շատ պարզ երևում էր արդեն, ու ինձ այդտեղ պատասխանեցին, որ այ հենց այդ ազգային բնորոշումները, երբ որ ուսումնասիրել են, հասկացել են, որ ոնց էլ սրեն հայերին ադրբեջանցիների դեմ, հայերը ջարդարար չեն ջարդի ադրբեջանցիներին, ադրբեջանցի չէ, ով ուզում է լինի, չեն սպանի շարքային մարդ ու կնոջ երեխայի, հասկանում, այդ բնավորության գիծը չկա, իսկ ադրբեջանցիներին հնարավոր է հասցնել դրան, ես էլի եմ ասում, չեմ ասում, թե մեկը ով է լավ, ով է վատ, իհարկե ես հայ լինելով կարող եմ համարել ինձ ամենալավը, ջուր տուրեն, բայց այնուամենայնիվ խոսքը այդ ուղղությամբ տանելու մասին չի, այլ հենց այդ հաշվարկները ինչպես են արվում ու հիմի մեր Հայաստանում ցավոք սրտի անկախության տարիներից ի վեր մշակութաբանական մի հսկայական ցեղասպանություն տեղի ունեցավ դա արվեստի գործիչների հետ կապված հա ինչու ոչ գիտությունը գիտնականներին դնել ծանրագույն վիճակի մեջ խեղճ վիճակի մեջ եւ ստեղծարար միտքը առհասարակ էս առաջ քաշող էլիտան հենց այդ մարդիկ են այս ամեն ինչը դնել այնքան խեղճության խեղճ ու կրակության մեջ մինչեւ որ բերել կախվածության մեջ դնել քաղաքգործիչներից ու դարձնել նրանց խամաճիկներ եւ իսկ կրթության մասին առհասարակ չխոսենք այդ այլանդակված դպրոցներով իր ասենք մինչեւ հիմի էլ որ գնաք շրջեք դեռ այն դպրոցները որոնց որ դեռ չեն կպել պետությունը դեռ չի սկսել աշխատանք տանել, մենակ տեսնեք, սնկային հիվանդությունը թափվում է պատերից, հա։ Այսինքն ինչի մասին է, որ դպրոցը լինի ոչ այնքան հրապարույչ, հասարակությունը չցանկանա կրթվել, սովորել, կրթությունը անհրաժեշտություն չլինի, անհրաժեշտություն լինի դիպլոմը, բայց ոչ թե որակավորումը եւ այլն եւ այսպես շարունակ։ Ու այդպես շատ հեշտ է կառավարել։ Այդպես հեշտ է ներդնել իրենց մեխանիզմները, ինչը որ արեց Ռուսաստանը։ Հիմի վատ արել, լավ արել իր գործն է, նա արել է դա իր պետական շահերից ելնելով, իսկ մենք մեր պետական շահերից ելնելով տեսնենք թե Գյումրիում ընտրությունների ինչպիսի պատկեր կստանանք։ Որքանով սա կըմբռնենք։ Հիմա ես այսօր հանկարծ աչքովս ընկավ մեր հայտնի սիրելի դերասաններից լիովը վիդեո ուղերձ էր հղում։ Ես անկեղծ ասած, քանի որ քաղաքական թիմի ներկայացուցիչ չեմ ու ինձ քաղաքական ինչ-որ մարդ հիմա չեմ համարում, իր քաղաքական պատկերացումներին չեմ անդրադառնա, իր գործն է, ում ինչ համարի, ոնց համարի, դա լրիվ իր գործն է։ Եվ չեմ էլ ցանկանում հերավար ձևով այսպես շտկել, ուղղել նրան, միայն մի պարագայում, որպես երբեմնի կոլեգայի մի հարցում կփորձեմ օգնել, որպեսզի նա իմանա, որովհետև իրեն կարծես չեն տեղեկացրել, այդ ուղերձի մեջ ասում է գնացինք բան ինչ-որ դրամահավաք կազմակերպեցին, որտեղ Գյումրիում դրամահավաք, լոջան երևի դու տեղյակ չես, տես, կամ ես չեն ասել, չգիտեմ ինչի չեն ասել, կամ միամիտ չեն ասել, կամ կարող իրենք էլ չեն հասկացել, դրա համար չեն ասել, բայց ես քեզ ասեմ, դրամահավաքը քաղաքացիական պայմանագիրը ոչ թե կազմակերպում է, որ գյումրեցիները հասարակ շարքային կան գումար տան, այլ դա արվում է քաղաքական նպատակով, քաղաքական կուսակցության քարոզարշավի ծախսերը հոգալու համար եւ նրանք ովքեր որ սարքարում են ու ցանկություն ունեն աջակցելու որպեսզի այդ նախընտրական քարոզարշավը ավելի վառ ձևով անցնի կարող են այդ բանը անել հանգանակություն անել եւ կուսակցականները նույնպես այսինքն ԿՊ-ում քանի որ այդ օլիգարխիատը չկա ասենք թող այս մի 10 հոգի աճացրած օլիգարխ ունենք թող իրանք փողը տան
կուսակցությունն էլ թող գնա գուլյատ լինի ինչ ուզում անի, այ դրա համար ես էլ որի օր տարին է տարբեր ընտրություններին ընդառաջ միշտ է դրամահավաքը կազմակերպում է։ Իմիջիայլոց նման դրամահավաք պիտի կազմակերպեն բոլոր կուսակցությունները, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում առնվազն 3 կուսակցություններ դրա կարիքը չունեն կամ այնքան էլ թափանցիկ չեն աշխատում ժողովրդի հանրության հետ, հա։ Դա այդ խնդիրն է։ Բայց սա դնենք մի կողմ։ Այսքան այդ թեզը թե Գյումրիում գնալ դրամահավաք անել, դա ուրիշ բանի մասին է, որը որ դու ուրիշ ձև ես հասկացել։ Այդ դրանք մի կողմ, ինձ համար մնում է մի շատ չափազանց շատ կարևոր հարց, որը ես բոլորին եմ ասում, ու հիմա քեզ էլ կասեմ։ Տես։ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է։ Իր մոդելով ժողովրդավար, բան, սենց բաներ։ Մեր պետությունում ժողովուրդը, պետությունը, Հայաստանի Հանրապետությունը պատկանում է ժողովրդին, հայ ժողովրդին, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ժողովուրդը իր հերթին պետության կառավարումը իր ընդդիմությունով ու իշխանությունով հանձնում առանձին քաղաքական խմբերի, ում ընտրումը լեգիտիմ ընտրությունների ժամանակ։ Ինչպիսի ընտրություն, որ նա անում է, այդպիսի ընտրության արդյունքներով կառավարում են պետությունը։ Հասկանում ես։ Այսինքն քաղաքացին ազատ, արդար, թափանցիկ ընտրության արդյունքում քաղաքացիների ձևավորվում է ազգային ժողովը, որը պիտի աշխատի բոլորից փոխարեն։ Եվ կառավարությունը, որը նույնպես այնտեղ ուղարկված է ժողովրդի կողմից աշխատելու։ Վատ աշխատում, լավ աշխատում, սրանք քաղաքական մոտեցումներ են։ Քաղաքացին դա սահմանադրությունն է, դա ես ու դու մի պետության քաղաքացի ենք, դա մեր ընդհանուր պայմանավորվածությունն է ու ընդունված կարգը։ Հասկանում ես։ Ու ոնց որ ես իրավունք չունեմ քեզ վիրավորելու քո արած ընտրության համար կամ պարտադրել թե դու ինչ ընտրություն անես, նույն կերպով դու չունես բացարձակ ոչ մի տեսակ իրավունք ես բարոյական իրավունքի մասին չեմ խոսում, ես հենց իրավունքի մասին եմ խոսում, իրավունք բառի ամբողջական իմաստով։ Այդպես էլ դու իրավունք չունես որևիցե մեկին բնութագրելու կամ վիրավորելու իր կատարած կամ կատարելիք ընտրության համար։ Ճիշտ եմ հասկանում, ճիշտ եմ բացատրում, թե չէ։ Կարողանում եմ մանրամասն ասել սա։ Ինձ համար դա շատ կարևոր է, որովհետև մենք բոլորս մոտավորապես 3 միլիոն բնակչություն ապրում ենք մի պետությունում, ու մենք բոլորիս համատեղ կյանքը կառավարումը ճիշտ իրականացնելու համար ունենք մի օրենք։ Ու այդ օրենքը հստակ գրված է, եթե դու թքած ունես կամ անարգում ես, չես հարգում սահմանադրություն բառը, դա հարցի դեռ մյուս կողմն է, որովհետև այդ նույն սահմանադրությունը քեզ անձնագիր է տվել։ Հասկանում ես։ Ինձ նույնպես։ Հիմա ավելի առաջ գնանք։ Տես, եթե դու ասում ես, ով այդ թուրքին ընտրի, ինքն էլ է թուրք, դու դրանով ոչ միայն սահմանադրությունն ես արհամարում, այլ նաև մնացած քաղաքացիների իրավունքը, որովհետև նրա թուրք լինելը քո անձնական կարծիքն է, որի իրավունքը ունես, բայց քո իրավունքը չպիտի ձևավորվի իմ իրավունքների հաշվին։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Այսինքն քո կարծիքով Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դավաճանների խումբ են, ճիշտ է։ Սա քո կարծիքն է, որը կարա լինի։ Ասեմ ավելին, երբ որ ինձ միշտ ասում են դու պաշտպանում ես, ասում եմ ես երբեք չեմ պաշտպանել անձերի, այ հենց սրա համար նաև։ Որովհետև մարդիկ կարան ազատորեն իրենց կարծիքը հայտնել, ու եթե դու ինչ-որ մեկին վիրավորում ես, դա այդ ինչ-որ մեկի խնդիրն է, իմ խնդիրը չի, իմ խնդիրը իմ իրավունքներն է,
Հիմա, եթե դու որոշում ես, որ Փաշինյանը ու քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դավաճանների խումբ են, դու չես կարող ասել, որ ովքեր որ այս խմբին ընտրի նույնպես դավաճանա, դու դրանով վիրավորում ես հազարավոր մարդկանց, որտեղ կան մայրեր, հայրեր, քույրեր, եղբայրներ, դրանով քո վրա վերցնում ես ավելի լեգիտիմ հայհոյանք քո եւ քո բոլոր սրբությունների վրա, որը դու չես կարող վիճարկել արդեն, հասկանում ես? Ես, քանի որ քեզ հարգում եմ որպես լավ դերասան, ես ուզում եմ, որ դու սա հասկանաս, ես չեմ ուզում քեզ վիրավորել, ես ուզում եմ, որ դու սա հասկանաս և ոչ միայն դու, մնացած բոլորը հասկանան ու նման կակ չուտեն հարգելիս, հասկանում ես խոսքը ինչի մասին է, տես, օրինակ, ես ունեմ կարծիք և բավականին հիմնովին կարծիք, որ Ռոբերտ Քոչարյանը թուրք է, ընդ որում ոչ միայն բանավոր ձևակերպումով, այլ բնական ձևակերպումով նույնպես, հասկանում ես, և նրա գործողությունները բոլոր ժամանակներում Հայաստանի դեմ արած, ես ընդունում եմ ծայրահեղ հակապետական, բայց ես կարող եմ ասել ժողովուրդ իրան մի ընտրեք, ժողովուրդ լսեք, բայց ես չեմ կարող ասել ով ընտրի իրան, ուրեմն նույնպես թուրք ու հակապետականը, չեմ կարող։ Եվ նաև դա է պատճառը, որ ես 5 տարի շարունակ, չնայած որ դու ու քո նմանները ինձ ու իմ նման քաղաքացիներին քաղաքական կարծիք ունենալու համար վիրավորում եք, միևնույնն է ես ոչ միայն չէի հակադարձում, կամ հակադարձելուց անուններով էի հակադարձում, բայց երբեք ընդհանրական չեմ հակադարձել, հերիք չի, մի բան էլ կոչ եմ արել իմ հետևորդներին, ասել եմ ժողովուրդ, չանեք դուք, մարդուն Քոչարյանին սատարելու կամ Սերժին սատարելու համար չի կարելի վիրավորել, դա իր սահմանադրական իրավունքն է, ու դա լսել են հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ իմ շուրթերից մի քանի անգամներ, հասկանում ես թե ոչ, ես ինչի եմ քեզ հիմա առանձնացնում, որովհետև այդ ամեն ինչի միջի, լավ մոտավոր ձևակերպում անեմ, մտավորականը դու ես արժեքը պիտի ճիշտ ըմբռնես ու քո միջավայրում այս արժե համակարգը տեղադրես ու թելադրես, ոչ թե դառնաս տեղադրվող ու թելադրվող, այլ լինես տեղադրողն ու թելադրողը, այլապես դու չես կարող ինձ բացատրել, թե քո ելույթի իմաստը վերջը որն էր, իսկ ես չեմ ուզում դու դիտվես անիմաստ ու ծիծաղելի, որովհետև ես էլ մասնագիտությամբ դերասան եմ, և ես չեմ ցանկանում, որպեսզի դերասանների անունը, դերասանների հանդեպ ունեցած հանրային հարգանքը վերջնականապես պոլների վրա սենց, չգիտեմ, պոլիշորի մատերիալ դառնա։ Հասկանում ես ինչի մասին է խոսքը, թե չէ հարգելիս։ Եվ շնորհակալություն, որ հիմա տվեցիր հնարավորություն, քո միջոցով սա 1000-րդ անգամ կրկնելու համար ձեր քո սատարած ուժի ներկայացուցիչների ու նրանց հետևորդների համար։ Հասկացանք իրար։ Մնացած մասով, ինչ որ ասում ես, ես կարող եմ դնել հիմա տող, անդրադառնալ, թե ինչքան ընդեղ իրար հակասող բաներ ես ասում, ինչքան, չգիտեմ, ընդ որում, դու տվել ես այդ իրավունքը, գիտես ինչով, տես, դու քաղաքական հայտարարություն ես արել որպես քաղաքացի, ինչը, ըստ իրավական տեսանկյունից, թույլատրում է, որ ես նույնպես մեկնաբանեմ ու քննադատեմ քո ասածը, բայց ես չեմ ուզում մտնեմ այդ դաշտ, բացարձակ չեմ ուզում,
ցանկություն չունեմ ու մտնեմ ժողովրդին պատմեմ ով է Ռուբոն, հա? Կամ մտնեմ պատմեմ ով է Վարդանը Ղուկասյան, հա? Չունեմ այդ ցանկությունը։ Ես զզվում եմ այդ, ես նայում եմ նրանց քարոզ արշավի խոսույթը, ելույթը ասածները, ինձ համար զզվելի է դա։ Ես մտնեմ դրային, եթե մի բանը մեկնաբանելուց պիտի ինձ 1000 անգամ ամեն տողի վրա զսպեմ, որ հայոյանք չօգտագործեմ, ինչի՞ս է պետք մտնեմ ասեմ։ Չնայած դա չէ ենթադրում, որ երբեք չեմ ասի։ Ես անպայման կանդրադառնամ ու շատ խորքային ու շատ երկար կանդրադառնամ ու հիմնովին կանդրադառնամ։ Թող մի 2 օր էլ անցնի, այն ամենաթեժ պահերը դեռ առջևում են։ Բայց այնուամենայնիվ կրկնում եմ, քո քաղաքական ելույթին ես չեմ ուզում անդրադառնալ, որովհետև ես մի քաղաքական մարդ չեմ։ Ես հասարակական գործիչ եմ։ Ես հասարակական կազմակերպության ղեկավար եմ, հասարակական գործունեություն եմ ծավալում, հասարակական գործիչ եմ, որը կարա ցանկացած քաղաքական հայտարարություն ու քաղաքական գործ չի, նույնպես վերաբերմունք արտահայտի իմիջայլոց։ Իսկ քաղաքական գործիչը չի կարա հասարակական կազմակերպության մասին վերաբերմունք հայտնի։ Այդքան ես առավելություն հիմա ունեմ։ Եվ ես հարգում եմ իմ այդ առավելությունը։ Ու էլի եմ ասում, ես իմի չեմ մտել քեզ հակադարձելու։ Եթե ես մտնեի հակադարձելու, այս նոթբուքս կդնեի այստեղ, կցուցադրեի քո ելույթը, այդ դու քաղաքականության մեջ -8 ես, ապեր, թարսը նստենք դուզը խոսանք։ Այդ քո քաղաքական ելույթի մեջ 80-ած սխալը կհանեի կդնեի եթեր, ծերբետ խայտարակ պատմություն կստացվեր։ Ծիծաղելի աստիճան խայտարակ պատմություն, քաղաքական պատասխան քո քաղաքական ելույթին։ Բայց ես չունեմ այդ ցանկությունը, էլի եմ կրկնում։ Նախ որովհետև առայժմ չեմ բանանում, երկրորդ, որովհետև դու գոնե իմ կողմից քո քաղաքական պատկացումները միշտ են ինձ հասկանալի եղել։ Բայց անկախ այդ ամեն ինչից ես քեզ հարգել եմ որպես դերասան։ Ուզում եմ շարունակել հարգել որպես դերասան։ Ասեմ ավելին։ Թող լույս իջնի Արա Դեղտրիկյանի շիրիմին։ Ես անկեղծ եմ ասում, վատառողջ չէի, շատ հիվանդ, այլապես անկախ նրանից թե այնտեղ ովքեր էին, քաղաքական ինչ մարդիկ էին, ինչ չէ, ես անպայման այցելելու էի ու նրան վերջին հրաժեշտը ստայի, ես իմ մտքում 5 րոպեով, որովհետև նա իմ գործընկերն է, որովհետև առաջին սերիալից ստաց ես ու ինքը դուետ ենք խաղացել։ Հասկանու՞մ։ Ես նրա հանդեպ որպես դերասանի մեծ ակնածանք եմ ունեցել միշտ։ Եվ այո, նա մեր հայկական իրականության, թատերական, դերասանական իրականության մեջ փայլող աստղերից մեկն է եղել։ Բայց նրա քաղաքական պատկերացումները բնականաբար եղել են հակառակը։ Ինչ անենք։ Ինչ անենք։ Կիսրտենք սաղ, Հայաստանում ինչ կա չկա կիսրտենք, մեր ու ձեր անենք սաղ։ Իմ ու քո անենք սաղ, չէ։ Բայց ես առանձին իմ համար այդ հիվանդալիս էլի առանձնացել եմ մի անկյուն, ասել եմ Աստված ես իմ մեջ ոչինչ չունեմ, ես Արային Դեղտրիկյան շատ հարգել եմ, սիրել եմ որպես դա, խնդրում եմ լուսավորի նրա հոգին։ Եվ մտովի էլ Տիկին Կարինեին այնքան էլ լավ չեմ ճանաչել, բայց Մանեին մի քանի անգամ ախր տեսել եմ նրա դստերը։ Մանեին էլ մտովի համբերություն եմ մաղթի առհասարակ իր ընտանիքին ու հարազատներին ու անցել առաջ։ Ու ասեմ հիվանդ էի, այլապ նոր եմ առողջացել, վաղվանից նոր գործում եմ, մի ամբողջ շաբաթ հաղորդումներ փակ։ Ինչի ենք ամեն ինչը բերում տեղավորացնում այստեղ ու հայոթուրքանում, ում եք հայոթուրքանում, ում եք, ասում եք Դավաճան, ասում ես ասա գնա քո համար ինչքան ուզում ես, ուզում ես ասա Դավաճան։ Ես էլ իմ կարծիքն ունեմ ու իմ կարծիքը չեմ պարտադրում, չէ՞, ես իմ կարծիքը բարձրաձայնում եմ, անցնում եմ առաջ։ Ես ոչ մեկի չեմ պարտադրում այդ կարծիքը։ Բայց փորձում եմ գոնե համենայն դեպս մաքսիմում արգումենտներով խոսել ու ինձ չեն զանգում խնդրում, որ ես խոսեմ
Մի տարբերություն էս վերջի քո ելույթի, որ զռռում էր, որ խնդրածա որ խոսես։ Մանավանդ ընդ մեր երկու բանս խառնում իրար, որ вообще էլի քո իմանալունը չի, աղբոր պես։ Աղբոր պես ապեր։ Մի արեք։ Ու սա ես ինչի որտեղից սկսեցի, որտեղ եկա։ 2018 թվականից սկսած գնում է արհեստական դեմոնիզացիա Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Դեմոնիզացիա, այսինքն սատանայացում։ Կա դրա հակառակը նույնպես, բայց այս պարագայում այսպես է գնում։ Ես չեմ իմի բարի քյալա կասեմ, լավ կլինի, վատ կլինի, սրա մասին չի խոսքը։ Ամեն մեկը ունի իր պատկերացումը, մոտեցումը իր համար նկարագիրը, բայց դուք նայում եք այլ բաների, ես նայում եմ այլ բաների, ասենք դուք կարող եք երեսանց նայել ինչ եղավ, ես նայում եմ ինչի եղավ, որտեղից ինչ մեխանիզմներ կիրառվեցին եւ այլն, դա իմ բնույթն է այդպեսին։ Հիմի 2018 թվականից սկսած գնում է Նիկոլ Փաշինյանի դեմոնիզացիա։ Ընդ որում դրա մեջ երբեմն պատահում է 1-2 իրավիճակ, որ համընկում է, որ այնքան էլ լավ որոշում չէր կամ այնքան էլ լավ գործ չէր, դա ավելի է դաբավկալինում ես ամեն ինչին։ Ինչա սատանայացում, ինչա դա նշանակում։ Ցանկացած իրավիճակում պուլտով բոլորը աշխատում են։ Ցանկացած իրավիճակում մեկ մեղավորի շուրջ հավաքել ամեն ինչը։ Ցանկացած բան։ Կնիկը չի եղի անում, Նիկոլն է մեղավոր, կովը չի ծնել, Նիկոլն է մեղավոր, ասֆալտը փոսնգած էր, Նիկոլ Քոսենցը, սամալյոտը թռավ գնաց Նեպալում ընկավ, Նիկոլ Քոսենցը։ Սա արհեստական դեմոնիզացիայի process-ն է, որը տեղի է ունենում բոլոր 5 մակարդակներով, ժողովուրդ ջան, այն որ ասում էի շպիոնների քանի մակարդակ կա, հիմնական, այս 5 մակարդակներով, այսինքն, համ տեղի է ունենում ամենաբարձր մակարդակով քաղաքական դաշտում բարձրաստիճան պաշտոնյաներով, ընդ որում նրանց մի մասը կարող են լինել հստակ դիրքավորված այդտեղ, որ տեսանելի է ու տեսնում ենք բոլորս, մի մասը կարող է լինել թաքնված դիրքավորված այդտեղ։ Հասկանում եք։ Բրատ, որ հողերը ցախ տալիս է, էլի Նիկոլը չի մեղավոր, Կարեն ջան, հեսա միտքս ավարտեմ, անպայման քո հարցին կանդրադառնամ։ Անպայման։ Չնայած այդ հարցը 1000 տակ պատմել եմ, բայց ինչ որ ձևել էլի ես անգամ էլ բան կանեմ։ Նայ։ Գնում է վերջացած կենցաղային մակարդակի տաքսիների մեջ եւ այլ, դա հին սովետական համակարգն է, տաքսիներ մատուցող։ Նայեք, հանկարծ չկարծեք համեմատում եմ, սա չէ։ Կան 3 մասնագիտության տեր մարդիկ, ում հետ միշտ աշխատել KGB-ն ու միշտ աշխատելու է KGB-ն։ Բոլոր երկրներում։ Եվ ոչ միայն KGB-ն, կարա ՑՌ-ն էլ աշխատի մյուսներ։ Դրանք մարմնավաճառներ, տաքսի վարորդներ, մատուցողներ։ Որովհետև այս 3 մասնագիտությունները ամենաշատն են շփվում հասարակության հետ սպասարկման ոլորտում։ Հասկանում եք։ Միշտ եղել է դա։ Այն Ստալինը որ նոր պիտի փոխանցեր արդեն բանին, արդեն գնում էր նրա դեմոնիզացիան, հետո նրա հետո մինչև հիմի տենց է։ Ու 18 թվից սկսվեց սա։ Հանկարծ էլ լավ ջան դու էլ երկու քաղաքական ելույթի ժամանակ ինչ որ Սորոս մորոս խառնել իրար։ Արի մի հատ իրար հետ մտածեն։ 18-ից հետո դուրս եկան սա հանկարծ գյուտ արեցին, որ Հայաստանում սորոսականներ կան արա։ Օրես ինչ արա։ Ոնց սորոսականներ կան ու գնաց։ Այսօր ու հելան դուրս եսին մի չայի գտալ ժողովրդով։ Լավ, նորեն իմացել, նորեն հելել, բայց դու մեծ մարդ, դրել այդ լոլոն կրկնում ես, որ ինչ, արի ես կեզ կարդում եմ գաղթիկ չեմ բացում, դա այդ ամեն ինչը դու էլ կարող ես կողքդ հենց իմի ով կա, եթե կդիտես ես, եթե հարցրես կեզ կասեն,
Սորոսի գրասենյակը Հայաստանի Հանրապետությունում բացել է Ռոբերտ Քոչարյանը դեռ իր նախագահության առաջին փուլում։ Սա մեկ։ Երկրորդ, Սորոսի նման գրասենյակներ աշխարհում հազարներով են։ Հազարներով։ Եթե նայես ինչի մասին են այդ գրասենյակները, դրանք հազար եւ առհասարակ շատ կազմակերպություններ գոյատևում են, գոյություն ունեն, հենց տես դոնորների, կազմակերպությունների հաշվին, որոնք անում են նաեւ շատ լուրջ դրական գործեր։ Հիմի կոնկրետ Սորոսը շպիոնական մի բաներ չգիտեմ։ Սա հարցի մյուս, ես կյանքում չեմ առնչվել, ոչ մի դոնորից երբեք ոչ մի բանով չեմ օգտվել, Աստված տա երբեք չօգտվեմ։ Այսինքն ասեմ։ Բայց Սորոսին բերել է Ռոբերտ Քոչարյանը։ Եվ Սորոսից օգտվածներից ամենամեծ կառույցներից քեզ քաջ հայտնի, որ կարող են օգտված լինել, արի միասին գուշակենք։ Այո, դա երկիր մեդիա հեռուստատեսությունն է, որը պատկանում է դաշնակցական կուսակցությանը։ Հասկանում ես։ Եթե իսկապես դու դեմ ես Սորոսին, Սորոսական փողերից օգտված ցանկացած մեկին, ապա խնդրեմ քո գործողությունները։ Հանգիստ կարող ես քաշել ցանկը, որ կազմակերպություններն են օգտվել, ու բոլոր այդ կազմակերպությունների դեմ պատերազմ հայտարարես, તો մի հատ էլ քաղաքական ելույթ այդ ժամանակ ունենաս։ Եթե իհարկե քեզ ճիշտ են բացատրել, թե Սորոսը ինչ է։ Իսկ այդ պապին այդ բիձեն, որ անունը Սորոս է, առհասարակ, եթե ուսումնասիրում ենք, ոնց որ թե ավելի շատ, չնայած ինքը այլ երկրի քաղաքացի է, բայց իր կապերը ավելի շատ Էրդողանի եւ Պուտինի հետ են ոնց որ թե։ Եվ իհարկե Ռուսաստանը դեմոնիզացնում է Սորոսականությունը։ Նաև այլ բաների համար։ Ուրիշ տեղեր, ուրիշ շահեր։ Հիմա ես չգիտեմ։ Մենք սենց կիսատեսեղից ընտրից բաներ լսելով կարծիքներ ենք հայտնում, բնականաբար մեր կարծիքն էլ արժեքը կորցնում, եթե ինքը հիմնավորած չի, ինքը խորքային ուսումնասիրած չի։ Իսկ դու Լյորջան հաստատ չես դրել էլի Սորոս ուսումնասիրել, ախորպես, եթե ասենք մի դրամատուրգ ես ուսումնասիրել, ես կհավատամ, բայց ես էդի չեմ կարող հավատամ։ Չեմ կարող ապեր։ Բարավատ քո խոսքից է զռռում է, որ դու կրկնում ես այդ բանը։ Քոնը չես ասում։ Не верю։ Հիմի Կարեն ջան, որ էր մեր ընկերը, հարցնում էր բան, Կարեն էր, չէ՞ անունը գրողի Կարեն Սիմոնյան։ Կարեն ջան, քո հարցի մասին, հողեր տալ չտալու հետ կապված։ Ես խնդրում եմ, չնայած ամեն անգամ ես խոսակցությունը եղել է, բայց ես քեզ խնդրում եմ, դու գրես, ինչ հողեր ա տվել, որ ասում ես հողեր ա տվել Նիկոլ Փաշինյանը, խնդրում եմ գրես։ Լավ։ Եվ առանձին էր մի հատ գրեի դու առհասարակ ոնց ես վերաբերվում իսկապես հողտավողներին։ Որտեվ դա էլ կարևոր է, ես քեզ իսկական հողտավողների մեր պատմական բոլոր շրջաններում կարող եմ ցույց տամ ու ասեմ, խնդրեմ քո վերաբերմունքը գնա ցուցադրի ու մեզ էլ տեղյակ տա, որ ցուցադրել ես մենք գոհ ասենք այ մարտը սկզբունքային մարտեր։ Ես չգիտեմ, ող որը տապել է Նիկոլ Փաշինյանը։ Կարող է տապել բարը ուշ բարի փոխարեն ստորագրություն չգիտեմ, բայց դատում եմ ասած։ Այսօր ես նոթուկը սալան ռադնացան Պետրոսը Գրիգորյան ասում է նրավճի Գարդ Գևորգյանն ասում է հակատում է ոնց որ բոլորն են ասում այս ինտերնետի հետ կապված Չէ, բայց հակը նստել
Նորից սկսել կտրվել, թե չէ դե ոնց անջատեմ նորից միացնեմ տենց։ Ասած կլինի։ Այսինքն եթերը փակեն նոր եթեր անեմ, ուրիշ եթեր է։ Մի րոպե է կտրվում, երևի լավ է, սա կշտկվի։ Շտկվի երևի։ Կտրվում ձենը։ Չէ, ուրիշ բան մնացած չկա կողքերս։ Չէ, Wi-Fi-ը միացրած է։ Լավ, ձենը որ կտրվում է, հասկացանք, մի ուրիշ ինչ առաջարկ կա։ Ձենն ու վիդեոն փակեցի, բացեցի, Արմին ջան, կանգնի մի հատ էլ անեմ, մի քանի։ Հիմա մի հատ կասեք, նորմալ է։ Ժողովուրդ ջան։ Ոնց որ մարդիկ կան մոտնել ատեն նորմալ է, մի փոքր էլի կտրտում է, լավ։ Հիմա տեսեք ժողովուրդ ջան, ես անկեղծ ասած բացարձակ ոչինչ չեմ ցանկացել խոսել Գյումրիում ծավալվող իրավիճակների մասին, բայց հետո շատ ինձ գրեցին, որ չէ, անպայման ուզում են քեզեր լսենք եւ այլն, եւ իհարկե ես չեմ կարող այդ ամեն ինչին ընդառաջ չգնալ եւ ասեմ, որ 4 շաբթի կամ 5 շաբթի օրը Չէ, միկրոֆոն չկա, հեռախոսի բանն է։ Ուրեմն 4 շաբթի կամ 5 շաբթի օրը անպայման մի քիչ լայն ու երկար առանձին մենակ Գյումրիի հետ կապված եթեր կանեմ։ Հիմա ես ուզում եմ մի բանի վրա էլ ուշադրություն դարձնենք ժողովուրդ ջան ու եզրափակենք եթերը, հա։ Ամբողջ համացանցը Գյումրիի ընտրությունների մասին է։ Պետք է ասեմ, որ փարաքարում էլ ընտրություններ գնում ու ունդեղ էլ պակաս դիտարժան բաներ տեղի չեն ունենում։ Մարդիկ, ովքեր ժամանակին ունեցել են մեծ հանքեր, ավազի, այսօր հասկանում են, որ պետք է օրենքի դաշտում աշխատեն եւ ամեն տեղ չի, որ ամեն ինչը չի, որ կարող են իրենցով անել, բանա մտել են ընտրապայքարի մեջ։ Բայց Գյումրին ինչով է առանձին թեմա, նախ այնտեղ տեղավորված է 102-րդ ռազմաբազան եւ գիտենք Գյումրի ռուսաֆիկացում շատ վաղուց է գնում, շատ վաղուց ռուսականացում Գյումրի, ինչպես որ Սյունիքի մարզում Մեղրիում էր ռուսականացում գնում, չգիտեմ հիմա գոնե հակառակ process-ներ սկսել են թե չէ, գոնե մշակութային առումով, չնայած խիստ եմ կասկածում, բայց փորձում են գեներացնել հետեւյալ միտքը, որ իբր հնարավոր է, որ իրենք ամեն ինչ իսկապես լավ կանեն եւ այլն, նախ առաջինը, եւ երկրորդը իբր բոլորին փորձում են կալանավորեն, նեղեն, այս ամենածիծաղելի մասն է։ Գործեր կարել։ Տեսեք,
Լովն էլ իր հայտը, լով ջան, դու էլ քո հայտարարության մեջ նման մի բան ասել ես, որ ունենց ավելի լավ կլինի։ Արի սենց քեզ մի բան ասեմ, հա։ Նախ այո Գյումրի ժողովուրդը կամ առհասարակ որտեղ որ ընտրություններ են լինում, պիտի հետևյալ միտքը լինի։ Իշխանությունը տալ քաղաքացին բնակիչը իր իշխանությունը կլինի ազգային ժողովի ընտրություններ, թե թիմ ընտրություններ, պետքա տա այնպիսի ուժերի, ումից ինչ-որ պահի, եթե անհրաժեշտություն առաջանա, կարա հետ վերցնի։ Հասկանում ես։ Մեր երկրում ծախված ընտրությունների արդյունքում ուզուրպացվել է ժամանակին իշխանությունը, ու մինչև հետ ենք վերցրել 25 տարի անցել է, ու երբ որ սկսվեց 44 օրյա պատերազմը, պարզվեց մենք ոչ մի կերպ դրան պատրաստ չենք, բացի մարդկային լավ ցանկությունից, բացի զգացողություններից, ուրիշ կերպ պատրաստ չենք։ Գիտես, Հայաստանում, օրինակ, 2000-ական թվականներին այդ Սորոսի հետ հանդերձ, ես քեզ ուղիղ բան ասեմ։ 2000-ական թվականներին Ռոբերտ Քոչարյանին առաջարկ արվել ու ներկայացվել է ԱԹՍ-ի մոդել, որ կարա Հայաստանը ստեղծի ու արտադրի։ Ստեղծել է մի բան, արտադրել է, մտցնել արտադրության տակ այլ բան։ Անգամ ճշտել է թե որտեղ դա հնարավոր արտադրել, հետո ոչ միայն չի թույլատրել, ոչ միայն այդ գիտնականներին է ցրել, այլև այն վայրը, որտեղ որ հնարավոր էր արտադրել, դա նույնպես քանդու քարափ է եղել։ Եվ 2016 թվականին ի խայտառակություն համայն աշխարհի մեր պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանը պիտի կանգներ ու ԱԹՍ-ներին բնութագրեր որպես ծիտիկներ, որոնք որ ոչինչ չեն կարող մեզ անել։ Դե դրանք ծիտիկներ են, որ մենք հաթաթ դրանք կծկծենք, դրանք մեզ ոչինչ չեն կարող անել։ Հասկանում եք։ Սա 16 թվականին Հայաստանի Հանրապետության պաշտպանության մի ամբողջ նախարար։ 2020-ին տեսանք, թե ինչ կարող էին անել այդ ծիտիկները։ Նրանք, ովքեր մտցած աչքովս էլի ընկավ, մի հատ էլ կրկնեմ, ես հասկանում եմ, որ տվայտվանքների մեջ եք, որովհետև ձեր երկու սիրելի սրտի ղեկավարներին կպցնեք իրար, մի նորմալ նախադասություն չեն կարա ձևակերպեն ու բնականաբար 8 հոգուց ավել մարդ դժվարել նայի 8-ից մեկն էլ ես պիտի լինեմ, որպեսզի հետո գնամ ինչ-որ կերպ հաղորդման ժամանակ մեկնաբանեմ։ Ու հասկանում եմ, որ ուտում է որդը ու թարախը ձեր մեջ ձեզ, բայց ես եւս մեկ անգամ կրկնեմ, ադմինը աղջիկ է նստած, հարգանք ունեցեք, սա մեկ։ Երկրորդ այդ հայհոյանքներով ձեր ընտանեկան երեկոյան թեյի սեղանի շուրջ ձեր մայրիկի կամ քույրիկի հետ կարող եք այդպես խոսել։ Օրինակ կարող ես ասել մամա ջան, մի հատ որ խնդրեմ, աղը կտաս։ Սաս կարող եք իրար հետ շփվել, լավ, ձեր ցեղային լեզվա մտածողությամբ կարող եք այդպես։ Եթե կան հակադարձելու, քննարկելու, քննադատելու բաներ, ապա խնդրեմ, մնացածը տունը, ձեր միջավայրում։ Այսպիսի հարցեր են եղել, լավ, ու դու, գիտես ինչ, ես քեզ հրավիրում եմ, հեսա մոտավորապես մի ամսից, ես գնալու եմ Բերդ համայնք, որտեղ որ թիմ ընտրություններում չի ախտել կպան։ Հրավիրում եմ միասին գնանք, այնտեղ
ու միասին գնահատողական դատողություն կազմենք, ինչ վիճակում է Բերդ համայնքը։ Կարող ենք միասին գնալ Կապան, այնտեղ նույնպես ԿՊ-ն չի հաղթել։ Կարող ենք շատ տեղեր գնալ, որտեղ որ ԿՊ-ն չի հաղթել։ Բայց, քանի որ դու բնութագրում ես դավաճան եւ թուրք իշխանություններին, ես քեզ ուզում եմ մի այսպիսի փոքրիկ հուշում անել։ Տես, հարգելիս։ Գյումրու ընտրությունները կազմակերպելու, հավուր պատշաճի կազմակերպելու պարտականությունը եւ պատասխանատվությունը կարողները հենց այդ թուրքն ու դավաճաններն են իմիջայլոց։ Հասկանում ես։ Չի կարելի այդպես։ Այդպես պետք չի։ Իմիջայլոց 18 թվականից այս կողմ մենք տեսել ենք պատասխանատու ձևով կազմակերպված ընտրություններ։ Միայն։ Եվ տեղեր, որտեղ չի, այդ ոնց ա լինում, որտեղ որ չի հաղթում ԿՊ-ն, ուրեմն այդտեղ բաներ, իսկ որտեղ հաղթում է, արա ես իմ վարչական ռեսուրսը։ Դուք հասկանում եք, եթե ԿՊ-ն հիմա արի ընտրությունները կազմակերպի մոտավորապես այնպես, ինչպես կազմակերպում էին Սերժը կամ Քոչարյանը, ավելի կոնկրետ ասած Ռուբենը Մխիթարյան իր շեֆը կամ ասենք Վարդանիկի շեֆը։ Պատկերացնում եք։ Սերժի ասած կլիներ հետևյալը, ինչքան է պետք խփենք, այդքան խփենք։ Հասկանում ես, չէ՞։ Դու ինչ երկրում ես ապրում։ Արդեն։ Իհարկե դու կարող ես հիմա մրմռացնող ինչ-որ օրինակներ բերել։ Այսով է Աշոտ Խաչատրյան, Աշոտ, փախար ոնց որ, չէ։ Սաղովը գրել է դոգ եկա ֆախի։ Սաղովը թելել միտիկ եկան, որ անգարս դոգը չգա, որովհետև որ այդպես որ փախած մնա։ Դու եկել ես տեղից ինչ ես տրֆասանում այ ֆունցիկ։ Իրանք ելել միտինգ են անում, խնդրում, ողբում, լացում, կտրտում են իրանց, որ հանգարց դոգ ինչ ուղարկ եք արա, գնել եք բրմիկը դոմպյարա, ուր եք ուղարկում, բան, եմի մտել ես մը պախ եկա, պուշեք դուք արա, այ դեգրադացված լեզվա մտածելակերպ։ Մերսի Արմին ջան, պրոսը չեմ կար, էլի չանդրադարձ, պայտակ աշկը տենում արա, ուսպես հասկանաս սրանք տեղյակ են աշխարից առհասարակ, առհասարակ, երկրից, մարդուց, մեկնաբանությունից, վերլուծություն բառը, որ թուղթ ու գրիշ տաս ձեռները կարան գրեն, չեն կարա գրեն, չգիտեց։ Իմիջայլոց ասեմ է դոգիտ հերն էլա թուրք եղե, գոնեք տեղյակ ես թե չի արա, է որ յուրիկա գրած էտ իրա հերը չի արա, գոնեք տեղյակ ես արա։ Սադիկովի ճորտը չես հենցնի, Սադիկովի սատարողը չես արա, դու եկել ես աստեղ մեյմունություն ես անում, այ ապուշ։ Մի էլի բերանս բացեք, գնացեք մի քիչ մաքրվեք, որ մի քիչ մաքուր տեղից խոսակ, ես էլ մի քիչ նեղը ընգնեմ, որ ասեմ, այս մի տեղը ծալեցին ինձ իսկապես։ Մի խոսքով ժողովուրդ ջան, էլի սենց ասեմ, այդ դուխով գրողներիդ եմ ասում արա, վջի թուլլեք, ռազա աշկը սնգավ մի երկու օքու էլ ասեմ ձեզի, ձեզ կրվում եմ, ոչ թե ինձ կրվելու համար, դուք ստեղ ոչ ոք եք, այլ ձեզ կրվում եմ, հենց դոգին սատարելու համար, ու լյուբոյ անձնավորության, ով որ, ես ասել եմ, դոգին սատարողները միակ երևույթներն են, ու մոնց ես կրվում եմ, հենց նրա համար, որ իրանք սատարում են քֆուրը ու մուտիլովկով մարդկանց ընտանիքներ մտնելը։
Ու եթե ձեր մեջ կա մեկը, ցանկ արա լյուբոյը, դուք ստեղ չեք երևում, ես չեմ կարա ձեզ գտնեմ, տենամ, ճարեմ, բան։ Այդքան ժամանակս էլ ափսոս, բայց անգամ եթե ժամանակ էլ ունենամ։ Հասկանում եք արա։ Բայց ես ձեզ տախը դոգի պես բունկերում նստած չեմ արա։ Անասուններ արա։ Եզի ձակեր արա։ Էդ չեք արա։ Ձեր բալեկին կտանեք ցույց դասաբանդեք դոգի լեքսիկոն արա։ Մեզնից յան տվեք արա, բջեր արա, ոնց ասենք ձեզ արա։ Ձեր բամաների հետ կնաստեք պոպկորնով, կնայեք, կլսեք, կայֆավատ կլնեք, կղզղնեք, կփորձեք իրար զասել, չգիտեմ, խառնեք, ով ում պիտի ինչ աներ, ձեր համար արա։ Հերրու մեր հասարակությունից, մեր տեսակից հերրու արա։ Այ փնթիներ, այ զզվելի, այ բրադյաշի սպերմատազոիդներ արա։ Այ պատահական ցրթվածներ, չափարից կախված խլինքներ արա։ Ներվայնցերին արա ապուշներ արա։ Ներողություն ժողովուրդ ջան։ Անցնենք։ Մի խոսքով։ Գյումրիի հետ կապված դեռ շատ կխոսանք։ Իսկ այդ դեմոնիզացիայի պրոցեսն էլ, որ իրականացրել եք մասնակի, այսինքն սատանայացումը, ընդ որում, հա, ամենաուժեղն է, որ այն ապուշ Բագրատը Վազգենը լրիվ հակառակ էր հասկացել երևի դասերը, ասենք 3 դաս էր գնացել 5 դասի տեղը, այդքան էլ լավ չէր հասկացել սատանայացումը, դեմոնիզացիան, դուրս էր եկել ուղիղ բառներ օգտագործում, սան չարիք է, սատանան է, նա ներն է, բան, ասել ինքը դեմոնիզացնես, ինքը հելել ապուշ անգրագետավարի էր էդի անում, այն որ ձեռում էր էլի, դասը լավ չի սովորե, դասը դրա մասին է, իսկապես անկեղծ եմ ասում, նման լսումներ գոյություն ունեն, նման տերմինոլոգիաների հետ կապված, բայց ինքը կիսատ է հասկացել, ինով ինչ էր հասկացել, ու հելը կիսատ հասկացածներ գազ տալի, ովքեր որ ուսումնասիրել են դա, կփաստեն իմ ճշմարիտ, սա ոչ թե ես նկարագրում եմ, դա տեսնում էի ես, մի խոսքով, այրս իրենք դրել սարքել են իրանց համար, որ չգիտեմ, Նիկոլը Թուրքա դավաճան, ձեր գործն է ինչ եք սարքել, աղբեր, էլի եմ ասում, իմ համար, վապշը, հետաքրքիր չի, դրել, բայց ես ձեզ պատմում եմ, թե իրականում ձեր հետ ինչա տեղի ունեցել, ձեզ համար սարքել են, սկզբում շատ լծրել են, սկզբում խնդալով եք վերաբերվել ան լուրջ, հետո քիչ լուրջ, արակային էլ, կրակ չկա ծուխը որտեղից, սենց, հետո ձեզ պարփակել եք արդեն դրա մեջ, ձեր այդ տեխնիկայի ալգորիթմով, բանով, ամեն ինչով աշխատում ամենակետ ուղղությամբ արդեն, ու դուք արդեն այնքան եք հավատում դրան, որ եթե հակառակ մեկը բանացի, դուք չգիտեմ ինչ կլ, տոկը կխփի ձեզ։ Նու մեծ հաշվով կներեք, բայց զոմբիների եք վերած։ Հիմի, այնքան եք դուք այդ դրա մեջ եք ու այնքան հաստատել եք արդեն այդ պատկերը, հարգելիներս, որ այսօր ձեզ համար բանա թե ուրեմն իրան էլ ով ընտրում է, այն էլ է ադրանց։ Մեկ մեկ արդեն չեղավ։ Չի կարելի։ Մեհերի հետ խիչ եք խոսում, որ մեհերի, ստեղա, հա, ինչի մասին է խոսքը։ Չհասկացա, որ մեհերի ինձ ստեղա, բանա գրում, հա, բանա հարցնում։ Նայեք, Մերի Տոմոյան, ես եկեք չանդրադառնամ, լավ, ես ինձ համար փակված էջու թեմա է դա, անգամ մեկ որ TikTok-ը թերթում եմ, մեկ էլ նկատում եմ, որ ընդ եթերա ու անցնում եմ, սենց թերթելով, որտեղ կանգել չեմ առնում, ոնց հասկացա երկու անգամ էլ ընդեղ գրեց հրավիրում է եթեր, կներեք ես ներողության սպասում եմ, կլինի ներողություն, ինչ-որ ձևով, շատ հնարավոր է, ինչ-որ մի երկու բառ ավել զրուցենք կամ չզրուցենք, դա հարցի մյուս կողմում, բայց անցնենք, ես չեմ ուզում խոսել այդ մասին, չեմ ուզում, բաներ կա, որ չի կարելի, ու վերջ, մի խոսքով, այս ուղղությամբ գնացել եք ձեր համար, ու այդ ուղղությամբ գնալուց հետո դուրս եք եկել, մեկ էլ նայում եք, որ կան մարդիկ ձեր նման չեն մտածում,
ու դուք մտածում եք, որ ահա, всё հասարակությունը պառակտված է, առանց հասկանալու, որ պառակտողներից մեկը դուք եք եղել, ձեզ օգտագործել են որպես օգտակար ապուշի, որովհետև այն որ օրինակ բերում են շպիոնների տեսակները եւ այլն, դուք դրա մեջ չեք մտնում, դուք չկաք այդտեղ, հանկարծ չմտածեք, որ ես բոլոր, չէ, դուք կան օգտակար ապուշներ, ովքեր որ այս 5-ի ազդեցության տակ են լինում մնում իրանք, ովքեր որ իրենք լավ բան են ուզում են որ լավ լինի, ես չեմ կասկածում դրա վրա, բայց իրանք սրանց ուղղորդմամբ են պատկերացնում այդ լավը կամ ճիշտը կամ մեկը կամ մյուսը, հասկանում եք, մոտավորապես այսպես է ժողովուրդ ջան, այնպես որ ուշադիր եղեք, ամեն ասացի ու գրածի լուրջ սրտին մոտիկ, մի ընդունեք մանավանդ այդ նյուզային աշխարհում, գնել ջան ԿՊ գոյություն չունի էլ, ես չգիտեմ գոյություն ունի թե չունի, ամեն դեպքում իմ կարծիքով Հայաստանում ամենամեծ քաղաքական ուժերից մեկն է, ընդ որում ես ձեզ սենց ասեմ, 4 մեծագույն ուժերից մեկն է, ով միայնակ է 3 մյուս ուժերի դեմ, մի մնացածը թողնում եմ ձեզ, ջան պետք է մի քանի րոպե երևի ընթերցենք, հա գրառումները, գնել ջան պետք է սատարել հեղափոխությանը, դա մեր գոյության պայմանն է, հակառակ դեպքում կործանում է Տանյա Թադևոսյան, Տանյա ջան, տես, հեղափոխությունը ինձ համար կոնկրետ բանաձևած էր, մինչև հիմա, ես գիտեմ ինչ է հեղափոխություն, ես գիտեմ ես ինչ եմ արել, հասկանում ես, ու ես այդ բանաձևի մեջ ոչ թե ինձ թելադրել են դա, բացատրել են, համոզել են ու ես դուրս եմ եկել, այլ ես այդ բանաձևի մեջ մինչև հեղափոխությունն էլ ապրել ու տկնել եմ և կոնկրետ ուղիղ օրինակներ ու փաստեր կարող եմ բերել, պարզապես չեմ ցանկանում դա ինքնագովազդի բան դիտվի, չնայած ստիպված եղել եմ 1-2 օրինակ ասել, և հիմա էլ ես այդպիսինն եմ, այնպիսինն եմ, ինչպիսին որ կամ, հասկանում եք, ու ես այդ արժեքները շարունակում եմ ներկայացնել, եթե ինձ համար, ես անգամ լինելով ինչ-որ մի պայի քաղաքացիական պայմանագրից, միևնույնն է, այն ինչ եմ էսի շեշտում, որտև բաներ կա, որ որպես կուսակցական, ոչ մի կուսակցական չի ասի, ոչ թե մենակ ԿՊ-ից, ոչ մի կուսակցությունից, ոչ մի կուսակցական չի ասի, բայց ես միշտ ազատ եմ եղել իմ խոսքի մեջ, ու ես դա այդ ժամանակ էլ եմ ասել, տես, չի կարելի լինել անձերի պաշտպան, սա մեկ, իհարկե առանձին դրվագներում, առանձին քաղաքացու պաշտպան կարելի է հանդես գալ, բայց քաղաքական դաշտը մեր պետք է մեծ ու բորկի գնա։ Եվ երկրորդ ես միշտ ասել եմ, որ Փաշինյանը այս պահին իմ պետությունը կերտելու ճամփին իմ ձեռքին եղած առայժմ ամենալավ գործիքն է։ Իմ ձեռքում, որպես քաղաքացի, ունեմ այդ գործիքը և այդ գործիքն եմ կիրառում իմ պետությունը կառուցելու համար։ Կունենամ մի օր ավելի լավ գործիք, այս գործիքը կլվանամ, կմաքրեմ, կդնեմ դարակում, կկիրառեմ մյուս գործիքը։ Ես կներեք գործիք բառը կարող է կոպիտ է հնչում, բայց ես իմ կարծիքով իմ ասացի միտքը ճիշտ է կմբռնում, լավ է կմբռնում։ Ու անգամ վերջերս խոսում էի մի քաղաքացու հետ, ով սատարում է Քոչարյանին, ու զրուցում էինք, չնայած պիտի հարցեր տար, պատասխաններ լսեր, բայց հարցերը տալիս էր, պատասխանները չէր լսում, ամեն դեպքում դրա հետ, բայց ինքը հասկացում էր, որ ինքը ազնիվ պատկերացումներ ունի, էլի, հա, ու ես նրան ասացի, որ կամ ասացի, կամ մտածեցի, ասեմ, էլի ընդհատես չթողեց, չեմ հիշում, բայց գիտեմ, որ ես այդ միտքը շատ եմ արտահայտել։ Շոմ տես, խնդիրը ինչու՞մ է կայանում։ Պատերազմից հետո, առհասարակ, եթե որևիցե մեկս կարդացել ենք գոնե մեկ պատմության գիրք,
պատմությանը վերաբերող գիրք, կլինի ընդ որում հայկական պատմությանը, թե աշխարհի որևիցե պետության պատմությանը։ Աշխարհում շատ պետություններ կործանվել են, շատերը նոր են սկսել, շատերը կործանվել են, կործանվում ոնց որ մենք կործանման պատճառներից մեկը հիմնականը եղել է հետևյալը, որ պատերազմում պարտություն կրած ղեկավարին հեղաշրջումով փորձել են գցել եւ արդյունքում պետությունն է վարի գնացել։ Նմանատիպ օրինակները պատմության մեջ միլիոններով են, այսինքն իշխանները ապստամբել են պարտված ղեկավարի դեմ հենց պատերազմից անմիջապես հետո ու վсё պետությունը վարի է գնացել։ Կամ նախարարները ապստամբել են, սկսել են բան անել, ճնշել ու պետությունը վարի է գնացել։ Տարբեր իրավիճակներում ժամանակահատվածներում տարբեր ձևեր։ Ու ես պատերազմից հետո նախ շատ լավ հասկանում եի պատերազմի պարտության պատճառները ու ես ոչ թե այդքան պաշտպանել եմ Նիկոլին կամ ստացվել է որ պաշտպանում եմ իրեն, այլ ճիշտ հակառակ։ Ես ավելի շատ պարզապես ասում եի թե որոնք են պատճառները, իսկ այդ պատճառներն ու մեղավորները այլ վայրում էին, այլ մարդիկ էին, հասկանում եք։ Ու այդպես էր ստացվում։ Հիմի ես որպես պետության քաղաքացի, պատասխանատվություն կրող եւ ինձ մի փոքր գիտակ համարող քաղաքացի պարտավոր է պահել պետության լեգիտիմ ղեկավարին, որովհետեւ պետության լեգիտիմ ղեկավարին եթե թույլ տանք այլ ճանապարհներով հեռացնելու միակ լեգիտիմ ճանապարհը ընտրություններն են։ Այլ ճանապարհով հեռացնելու պարագայում մենք կորցնելու ենք պետությունը։ Եվ ես կարծում եմ, որպես քաղաքացի, ես իմ գիտակից գործունեությունն ու քայլը արել եմ լավագույն ձևով։ Ասեմ ավելին, ես եթերներից մեկի ժամանակ ասել եմ նաև, որ եթե այս պատերազմի ժամանակ, օրինակ, Սերժ Սարգսյանը լիներ երկրի ղեկավարը, ու նույն ելքը բնականաբար լինելու էր, հետո պրոցեսները կարող այլ ձև գնային, որտեղ Սերժը շատ փոքր էր, էլի Պուտինին հակադարձել մի երկու տեղ, բայց ամեն դեպքում, եթե դուրս գային ուժեր, որոնք որ կցանկանային պատերազմից հետո, օրինակ նույն Սերժին գցել, ես ինչքան էլ որ աչքիս փուշնա, մեկա թույլ չէի տա։ Որովհետև ես շատ լավ գիտեմ դա ինչ է, եւ այդ դասը պատմության մեջ կա։ Որովհետեւ դաս քաղենք, խնդրեմ, դասը դրած է, գնացեք, քաղեք։ Հասկանում եք։ Ես Քոչարյանը լիներ, էլի թույլ չէի տա։ Ով ուզում է լիներ։ Ով ուզում է լիներ, թույլ չէի տա։ Ես դա եթերով ասել եմ 2020 թվին, 2021-ին, 2022-ին 23-ին չեմ հիշում, որովհետև այդտեղ ավելի կենտրոնացած էինք Արցախի վրա։ Մի խոսքով, այսինքն դա չի կարելին է։ Եվ թե հիմի դա դիտվում է պաշտպանել, թե դիտվում, ես ասել եմ, հա, ես որպես քաղաքացի պիտի կանգնեմ, ինքն էլ պիտի հենվի իմ ուսին, որովհետև այդ ուղես լեգիտիմ։ Իմիջայլոց Արցախում հենց դա տեղի ունեցավ։ Երբ Արցախում լեգիտիմ ղեկավարությանը գցեցին եւ առանց ընտրություններ հայտարարելու ինչ-որ կեղծ օրենք ընդունելով, որի բանը սահմանադրորեն դեռ վիճարկելի է, նոր ղեկավար կարգեցին, արդեն պարզ էր, որ ամեն ինչ վերջացավ։ Հիմի այդ օրինակ նույն Սամվել Շահրամանյանը, ում չեմ սիրում, անգամ եթե հիանալի մեկն էլ լիներ, միևնույնն է, դա ամենաապուշ բանն էր, որ արեցին։ Վերջ, լեգիտիմությունը վերջացել է։ Եվ ոչ մի հրահանգ, չգիտեմ, եւ այդի արվում էր 20 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը Հայաստանում, որը որ ես որպես քաղաքացի չէի կարող թույլ տալ։ Այ երբ որ ասում եմ Արցախը, այ հենց իրենք են հանձնել, դրա մասին եմ նաեւ ասում, թե ոչ միայն վերջին հատված, ամբողջ ընթացքն էլ 6 ամիսները, ախր բոլորիս աչքի դեմն է, չի եղել այդ 6 ամիսները ոնց են ընթացել։ Այդ 6 ամիսները
Չեք պատկերացնում ես ինչ ծավալուն աշխատանք եմ արել իմ ընկերների հետ հանդերձ։ Այդ 6 ամիսները Արցախի ղեկավար անձնակազմը, Արցախի ազգային ժողովի մի մասը ինչքան կարող են Ռուբեն Վարդանյանը իր հերթին, ինչքան կարող են հակահայաստանյան ելույթներ էին ունենում, հայկական որոշումներին չէին ուզում ենթարկվեն, ասում են մեզ դուք պիտի օգնեք, ասում են օքեյ օգնել ենք, արա պետքա գնաք, չգիտեմ, այս ինչ տեղը բանակցեք, չէ, մենք պիտի դու ունենց արա որ Ռուսաստանը բան, այսինքն դա փորձում էին օգտագործել Հայաստանի համար որպես աքիլեսյան գարշապար եւ այդ ամեն ինչը նկատելը չափազանց ցավալի էր, չափազանց ցավալի ու ես կարող եմ մի օր էլի անցնել խորքը ու այդ ամիսները ասես նայել իմ հրապարակումներն էլ, Free News-ի եթերներն էլ կան ամբողջը, Facebook-յան եթերներն էլ, Facebook-յան եթերները եւ YouTube-յան եթերները նույնպես կարող ենք նայել ու կտեսնեք իմ ասելիքը ինչի մասին է եղել, իրենց ինչի մասին է եղել։ Ու այդ որ ասում եք Ղարաբաղը թե ով տվեց, բացեք, նայեք ու կտեսնեք։ Եթե ժամանակի մեջ մեկը մի 1000 անգամ ասել է, չէ, Նիկոլն է տվել, դա դեռ չի նշանակում, որ այդ շատ ասելով տենց դարձավ։ Չէ, եթե տված լիներ կներեք էլի, ես Արցախի համար իմ կյանքն եմ տվել։ Իմ ամբողջ գիտակից կյանք ես չեմ խոսում իմ պատերազմին մասնակցել, չմասնակցելով դրանով ոչ մեկի չես զարմացնի արդեն։ Շատերն են մասնակցել, շատերը 3 օրից փախել եկել են, մեկը մինչև այսօր այնպես բաներ են պատմում պատերազմից, կարծես քո կողքից չեն փախել եկել, բայց ես դրա մասին չեմ խոսում։ Ես իմ գիտակից կյանքում շատ բան եմ տվել Արցախին։ Ես Արցախը պաշտել եմ, ես իմ Արցախցի շրջապատում, երբ որ նստում ենք մի երկու բաժակ բան խմելու, արա ասում եմ, ձեր միջի Ղարաբաղցին ես եմ, ու իրանք համաձայն են լինում, որտեղ գիտեն ես ինչքան եմ ինձ տված եղել Արցախին, հա։ Հասարակ մարդկանց, հասարակ միջոցառումներով, հասարակ բաներով, բայց դրանք եղել են իմ կյանքից։ Հիմի ոնց կարաք մտածեք, էլի, իսկապես կարա Հայաստանում ինչ որ մի հատ իշխանություն կամ կառավարություն կամ քաղաքական մի հատ դաշտ լինի ինձ համար արժեք Արցախի դեմը, ասենք երբ որ ասում եք Արցախը տվողներին է սատարում բաման, դուք չեք հասկանում, դուք որտեղ եք վիրավորում մարդուն։ Եթե դու կարծում ես, որ Արցախը տվողը իրանք են, դա լրիվ ուրիշ բան է, քո գործն է, ոնց ուզում ես կարծի, նույն սահմանադրությունով կարծիք հայտնելու իրավունք ունեն եւ կարծիք ունենալու իրավունք ունեն բոլորը։ Բայց այդ կարծիքդ որպես ճշմարտություն ինձ տալկատ մի արա, մի հատ էլ ինձ մեղադրի, թե ես դավաճանի եմ սատարում։ Արա Ազիզ ջան, դու ինչ գիտես դավաճանն ինչ է, հələ որ մի հատ նստենք էլի։ Այ ստեղ է էլի հարցերը, շատ հարցեր։ Եվ այո, ինձ վիրավորում է նման խոսույթը։ Եվ նման խոսույթի մեջ ես շատ դեպքերում փորձում եմ զսպել, շատ դեպքերում մասնավոր խոսակցություններում չեմ էլ զսպում, շատ լավ իմանալով, որ եթե ես մի օր սկսեմ այլ գործունեություն ծավալել, հնարավոր է այդ voice-երից սենց հրապարակել, թե ում ինչքան ոնց եմ քֆրտել, որպեսի ազդեն ռեյտինգի բանի վրա, հա, բայց միևնույն է պահ է եղել չեմ դիմացել, հասկանում եք, ու կարծում եմ էլի այդպես կլինի։ Հիմի դրել եք ինձ պատմում եք, թե ով տվեց, ոնց տվեց, կայֆավատ եք լինում, դուք իսկապես ամեն ինչ խառն է մոռացել, բժշկնել եք իրար։ Երբ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը շատ սուղ վիճակում, շատ բան, եթե այ մի օր կգաղտնազերծվեն ախր այդ ամեն ինչը, նենց չի մնալու է։ Ինքը բան է տալի, հարցազրույց է տալիս լրագրողներին, մի քանի ժամ անընդհատ։ Ու բոլորը շատ լավ գիտենք, Արցախը շրջափակման մեջ, այդտեղ վարչապետին ուղված հարցերի մեծամասնությունը Արցախի թեմայով է։ Ու ոնց են ոչ միայն Բաքվում, այլ նաև Կրեմլում, այլ նաև Անկարայում ու Ստամբուլում, այլ նաև Փարիզում, Միացյալ Նահանգներում, Վաշինգտոնում նստած լուպով հատուկ ծառայությունները տար նայում ինչ ասում, ինչ չի ասում, իսկ ստեղից ինչ ասես հարցնում են ապուշներ առանց հասկանալու, թե որտեղ կարող են իրենց հարցով վտանգել պետականությունը, բանա, Արցախից ազգային ժողովի անդամները հարցեր էին փոխանցում լրագրողների միջոցով, թե
դու ով ես որ մեզ ասես մենք ինչ անենք մենք մինչև վերջես ենք անելու կամ ենք անելու քիչ ենք հիշում այդ ամեն ինչը սա ոչ թե քաղաքական անհեռատեսությունն է չի կարա մարդը լինի ազգային ժողովի անդամ Արցախում ու այսքան անհեռատես լինի ոչ սա ուղիղ շպիոնաժն է երրորդ երկրի օգտին որը այս պարագայում Ռուսաստանի Դաշնությունն է բայց այստեղ խնդիրն է որ անմիջական կապով չի չերեզներով է որտեվ այդքան չկա կախեր այդքան չկա ոչ Արցախի լրագրող էր բանը Մետաքսենը Արցախի ազգային ժողովի պատգամավոր էր ու այդպես մի անգամ չէ կամ նրանք գնացել են գախնի 1000 բան են արել ասենք հասկանում ենք չէ որ բաներ կա որ վարչապետը իր կարգավիճակից ելնելով չի կարա ասի թե չէ ամեն ասածը միջազգային սկանդալի կվերածվի ուղիղ չի կարա ասի բաներ կա սրանք չեն ուզում իբր հասկանան դա ուղիղ բաներից են մտնում կախվում ինչի՞ դնում պետությունը ծանր վիճակի մեջ բայց մյուս կողմից ասենք գնում են մի կերպ Զորով շարով բերում հասցնում են նրան, որ միջազգային հանրություն են ձևավորում, ովքեր համաձայն են նստեն մի սեղանի շուրջ Ալիևի ու Արայիկ Հարությունյանի հետ, Սոֆիայում կոնկրետ, այսինքն այդ իրավիճակում ոնց է կռուտի տարել հետ է բերում բանակցությունների սեղան Ալիևը ում հետ է գալիս հանդիպման, եթե գալիս է հանդիպման, ինքը ուրեմն ինչ-որ բան է ընդունում, չէ՞ ում հետ է եկել հանդիպման, իր պրոտոկոլի մեջ ինչ է գրվում, գրվում է Արցախի նախագահի հետ է, չէ՞ հանդիպել Սոֆիայում, ու դա արդեն մանևրելու դաշտ է, չէ՞ բացում, այս իրավիճակի մեջ ելնում են CNN-ը ընդեղից մտնում է հարցազրույց վերցնում, չէ՞ մենք Ռուսաստանի հետ ենք, թող գնա բանում բանակցի Փաշինյանը, որ մենք տենց ենք ուզում։ Ընդեղի բանակցությունը նշանակում է ոչ միայն Արցախի, նաև Հայաստանի Հանրապետության կողմը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կամ առհասարակ Հայաստանի Հանրապետության ցանկացած ղեկավար, թե նախկինում, թե հիմա, թե ապագայում, նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության առաջին բանն է, պատասխանատուն է։ Ոնց կարա ինքը դա դնի հարցը, նա Քոչարյան Ռոբերտը չի դա դնի հարցականի տակ, Քոչարյան Ռոբերտն է դա դրել հարցականի տակ, ոչ միայն Մեղրիի թեմայով, կոնկրետ 21 թվականին լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ, երբ որ Factor-ի Նարեկը դուրս եկավ ասեց, ձեզ համար Հայաստանի Հանրապետության անկախությունը արժեք է թե ոչ, Քոչարյանն ասեց, ես պատրաստ չեմ այս պահին այդ հարցին պատասխանեմ։ Սա ինչ է, եթե ամբողջ Հայաստանի Հանրապետության անկախությունը հարցականի տակ չդնելու փորձ։ Մեկը տասեք ես իմանամ ախպեր։ Մեկը տասեք, դուք ճիշտն եք, ես սխալը, խնդրում եմ ցույց տվեք, ասեք իմանամ։ Ու իհարկե, դա մենակ մենք մերոնցով ենք նայում, դա ոչ ոք չի նայում, դա հանկարծ ոչ մեկ մեր դեմ չի օգտագործելու, ոչ մեկ դրա հիմքով ռազմավարություն չի մշակելու, չի հասկանալու, որ հեն ուստեղ ունենք սենց ուժեր, կանգնի սրանց սենց բաներով ակտիվ պահենք, բերենք հայաստանյան ներքաղաքական դաշտի վրա ազդեցություն ունենանք։ Ինչի՞ չդնենք գերիների բանը պրյամո էֆիր ցույց տանք դատավարությունը։ Դավայց է, գնաց։ Ուստեղ մենք այնքան կանխատեսելի ենք ժողովուրդ այնքան կանխատեսելի ենք, որ կներեք նես չի էլի, որ դժվար է մեր հախից գալը։ Մենք շատ կանխատեսելի ժողովուրդ ենք դարձել։ Դուրս է եկել, բերել են գերիների, դրել են, բայց թշնամին է տենում է, որ ազդում է դրանով մեր հայաստանյան վիճակի վրա, այսով է այս անասունի ձագը։ Տենում է, որ կարողանում է ազդի, դրել է գերիների դատավարություն է ցույց տալիս, թե դուրս են եկել, դուրս գան կառավարությունից պահանջեն գերիներին, տեսել եք, որ չէ, չեն տեսել։ Ասենք, դա ցնցում է նշանակում, հիմա Ալիևը, հո չի ասելու արա կանգնեք, լավ, չի դզում, ժողովուրդ, տղեր, կեր ցույց չտակ այդ բաները, այնտեղ խեղճ մանեն հացադուլի է նստած, հո տես չի ասելու, Արասել եք մյուս անգամ ավելի երկար կպահեք էֆիրը։
Մյուս անգամ ավելի երկար կգել են մեկի աշկի տակել մի հատ կապուտ նկարեք, հələ տնենք ինչ ա լինում։ Հասկանում եք։ Իսկ մենք ինչ որ բան ձեռնարկելուց առաջ դրա մասին չենք ուզում մտածենք։ Մենք կանխատեսելի ենք ու դրանով իսկ խոցելի։ Մենք պիտի սկսենք մի փոքր մուդրի լինել։ Մի քիչ խորամանկ լինել։ Լինել այնպեսին, ինչպեսի մի փոքր լինել այնպեսին, ինչպեսի կարծիք ունենք մենք մեր հանդեպ։ Ընդամենը սա է պետք։ Այսպես Ժորժ ջան, ինչ անենք, վերջացնենք եթերը, ոնց որ արդեն շատ ուշ է ընկնում, թե հարցեր կան։ Եթե կան էլի հարցեր, փորձեմ պատասխանել։ Եթե չէ, վաղը միևնույնն է, էլի հանդիպելու ենք նույն ժամին։ Կարեն Համբարձումյան մի գնա։ Դե Կարեն ջան, ինչից խոսենք, որ էլ մարդկանց չձանձրացնենք։ Կան խոսալու թեմաներ շատ կան, բայց չեմ ուզում անընդհատ կրկնվեմ, ցավները տանեմ։ Չգիտեմ։ Ամեն դեպքում չէ, երևի այսքանով Roman Фарзалиев, ты кто такой? Давай, до свидания. Рамзи, давай познакомимся. Я твой враг. Я армянин, ты не знаю кто. Я не хочу оскорблять твою нацию, но ты, по-моему, делаешь все, чтобы это случилось. Не знаю, после этого, если я начну оскорбить, после этого будут плевать на тебе на лицо твои соседи, соотечественники или нет, но скажу примерно так. Смотри, вы часто говорите, что вы с турками два государства, один народ. А с другой стороны говорите, что азербайджанцы это потомки северных албанцев, да? Сейчас такой вопрос. А турки знают, что они тоже произошли из албанцев? И если узнают это, не будут вас хорошенько поймать, что вы такую хуйню распространяете? И второй вопрос. Вы вроде мусульмане. Я уважаю всех, кто всех, кто кого верит, это на свою совесть. Но получается, что так как вы еще и албанцы, получается, что вы еще и христиане. Тогда как ваша рука поднимается разрушать в Арцахе христианские церкви? Как это получается? А если вот сегодня вы мусульмане, а завтра, например, если станете буддистами, вы будете также разрушать мечети? Вы больные, такие как ты, больные люди. Но так как ты сильно захотел со мной познакомиться, я человек, который, наверное, плохо говорит по-русски, но хорошо понимает, кто ты такой, что твоя нация такое, что твоя история. Я не из тех, кто говорит, о, вы моложе, чем Кока-Кола. Нет, я больше знаю, чем ты со своим всем народом вместе взятый. Я могу много вам учить, как быть человеком, как стать народом, как дать пользу своих соседов, как нельзя украсть чужую историю, культуру. Вот, например, не знаю, лезгинов.
и так далее и тому подобное. Просто я не люблю говорить по-русски, и плохо говорю вообще-то по-русски, поэтому и с тобой не о чем разговаривать. Вот так, как твои учителя будут готовы разговаривать на другом уровне, вот таким тогда и поговорим. Но пока получается, что вы сейчас со своим алиевским режимом очень сильно боитесь мира, так как у вас внутри до сих пор сидит зверь. Но не надо играть с огнем, ладно? Давай до свидания. Давай в туалет, который у вас, наверное, на дереве встроено. Или если есть туалет у вас вообще. Туалет и спать. В общем, ժողովուրդ ջան, եկեք սրանով եզրափակենք երևի։ Լավ կլինի, ամեն ինչ լավ կլինի։ Խոսալու շատ թեմաներ դեռևս կունենանք, ունենք, իմիջայլոց այս ընթացքում վաղարշապատի համայնքապետարանից էլ կապվել են, որպեսզի գնամ հանդիպման, Տիկին քաղաքապետի հետ այն վերջերս արածի եթերի հետ կապված, բայց էլի առողջության պատճառով հետաձգեցին, չգիտեմ, հնարավոր է այս շաբաթ տեղի ունենա, ջրաշենցիների նամակը հանձնել եմ վարչապետին, տենց ստացվեց մի միջոցառման շրջանակներում, կարողացա ինչ-որ կերպ մոտենալ ու այդ նամակը հանձնել, տեսնենք այդտեղ ինչ կստացվի, չնայած պարոն Խուդատյանին երևի նույնպես պետք է նամակ գրել, այդպես ուրախանալու ինչ-որ փոքր առիթներ եղել են, իսկ ավելի մեծ առիթները դեռ առջևում են։ Լավ մնացեք, բարի գիշեր ձեզ, կհանդիպենք։